Առավոտ 9-ից փակված Երևան աշտարակ մայրուղին բացվեց 40 րոպե անց։ Փակել էին Քասախի բնակիչները։ Բնակիչները բողոքում են երթուղիների փոփոխության դեմ։ Երևանը սպասարկող 150 դրամանոց թիվ 59 երթուղին նախկինում հասնում էր նաև Քասախ եւ Պրոշյան։ Վերջին փոփոխություններով, սակայն երևանյան տրանսպորտն այլևս մարզ մտնելու իրավունք չունի։ Մեր պահանջը, որ մեր ավտոբուսը 59 համարը բարձրանար Քասախ։ Հիմա չի գնա։ Այս 700 մետրը, այս դիքը մարդիկ ոտքով են բարձրանում։ Քասախցիները ունեն երկու տարբերակ՝ կամ օգտվել բնակավայրը սպասարկող մուլտիտրանսպորտի միկրոավտոբուսներից եւ գնալ մինչեւ ֆիզիկայի խաչմերուկ, կամ կտրել անցնել այդ 700 մետրը եւ օգտվել 59 համարի ավտոբուսից։ Սակայն բացի հավելյալ ոտքով անցնելու ճանապարհը, մայրուղին հատելն է խնդիր։ Այնքան խիտ է այս մեքենաների շարժը, որ մարդիկ չեն կարող անցնել։ Ասին անցում կդնենք, ստե հնուց եկած անցում կա սարքեն, բայց ով էլ լինի չի մտնի, դե համ քանդածա, համ զիբիլանոց։ Չնայած նման պայմաններին բնակիչներից շատերը նախընտրում են այս տարբերակը։ Նրանց խոսքով բնակավայրը սպասարկող միկրոավտոբուսները ոչ միայն փոքր են ու անհարմար, այլև հավելյալ ֆինանսական ծախս են առաջացնում։ Նախ երկու տրանսպորտ ենք փոխում, այն ժամանակ էլ ենք երկու տրանսպորտ փոխում, ուղղակի փաթեթից ենք օգտվում, ավելի էժան էր ստացվում, զեղչով էր ստացվում։ Հիմա փաթեթով չենք օգտվում, նորից ծախսում ենք 300 դրամ, մենակ համասան հասնելու համար։ Ես արդեն իմ համար խնդիր է, այս դիքը բարձրանալն է ու մենակ ես չեմ, կան հաշմանդամներ, նույնիսկ կան։ Ես հաշմանդամությունը մի կողմ դնենք, իմ համար առավելությունը եւ կարեւորությունը մանկասայլակով մայրերի մասինն է խոսքը։ Հմայակ Մարգարյանն էլ թեև ունի ավտոմեքենա, սակայն երբեմն կարիք է ունենում տրանսպորտով երթևեկելու։ Ձեր տրանսպորտի մեջ կարանք մի հատ հարմարությունը տեսնենք հաշմանդամի համար։ Ասում է կամ մի հատ, քուրս հիմա այդ մի հատ է, ասենք գնում է 35 րոպե մեկ կամ 30 րոպե մեկ կամ 15 րոպե մեկ։ Ես ինչքան պետքա մնամ ընդ։ Քասախցիները այս նույն պահանջով նաև 2 ամիս առաջ էին դուրս եկել բողոքի։ Ցուցարարների հետ հանդիպել, զրուցել էին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը Կոտայքի մարզպետը։ Տեղում որոշել էին դեռ կշարունակի հին երթուղին գործել մինչեւ ընդհանուր հայտարարի գան։ Այդ հանդիպումից գոհ էին քասախցիները։ Արդեն 2 շաբաթ է, սակայն ավտոբուսը գյուղ չի մտնում։ Այս անգամ սակայն քասախցիների հետ հանդիպմանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ոչ մեկ չէր եկել։ Ինչ առաջարկ ունեն տրանսպորտային այս թնջուկը լուծելու համար։ Լուրերի հարցին նախարարությունից պատասխանեցին կարճ։ Մնում են նույն դիրքորոշմանը։ Այսինքն Երևանը սպասարկող տրանսպորտը չի մտնի գյուղ, այլ մայրուղու գյուղ մտնող հատվածից հետադարձ կանի։ Առավոտյան բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվել էր։ Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 11 անց բերման էր ենթարկվել։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցեցին։ Ժամեր անց բոլորն ազատ են արձակվել։ Ակցիայի ընթացքում նաև ոստիկաններից մեկը հարվածել է լրագրողին։ Նախարարությունից տեղեկացանք։ Տվյալ ոստիկանն ազատվել է ծառայությունից։ Էմմա Վարդանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։